Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը դեռևս նամակներով եւ հայտարարություններով են միմյանց ռմբակոծում, Բաքուն փորձում է բալանսավորել իսլամական աշխարհի իր վաղեմի հարևանին եւ արևմտյան դաշնակցին։ Ալիևը կապ է հաստատել Փեզեշքյանի հետ, սակայն Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցից մանրամասներ հայտնի չեն։ Այս փաստը ուշադրության արժանի է առնվազն նրանով, որ ընդամենը 1 օր առաջ տեղի էին ունեցել Էրդողան-Ալիև եւ Էրդողան-Փեզեշքյան հեռախոսազրույցները։ Էրդողան-Ալիև-Փեզեշքյան հեռախոսազրույցների զուգադիպությունը չի կարող պատահականություն լինել առնվազն այն պարագայում, երբ Հարավային Կովկասում հարատև փոփոխությունները միշտ են առկա, իսկ տարածաշրջանային ղեկավարների շփումները գոնե թե ունեն ընդհանուր բովանդակությունը։ Այս ընթացքում աշխարհը կրկին շունչը պահած սպասում է, թե ինչպես են սպառնալիքների, ռմբակոծությունների, վերջնագրերի, միմյանց թիրախավորելու հոխորտանքի լեզվակռիվ տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքյանը։ Չնայած Թեհրանից արդեն հնչել է պաշտոնական հայտարարություն, որ պատրաստ է անուղղակի բանակցել Սպիտակ տան հետ։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի վերլուծությամբ Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է։ Հնարավորությունը, սակայն դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական 2 հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն ամերիկյան ուղղությամբ։ Սա չափազանց բարդ եւ ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ամբողջ տքնաջան եւ դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։ Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը եւ Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ եւ ոչ ձեռնտու իրականության փոփոխություն։ Կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ Իրանն ակտիվացրել է շփումները Երևանի եւ Բաքվի ուղղությամբ, մասնավորապես հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի եւ հաճախակի դարձած սահմանին կրակահերթերի մասին տեղեկությունների ֆոնին։ Ալիև-Փեզեշքյան հեռախոսազրույցում ըստ ադրբեջանական հաղորդագրության չկա որևէ հիշեցում տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Իրանցի վերլուծաբան Ալի Սալամիի խոսքով իրանական կողմը մտահոգ է տարածաշրջանային հավանական գործընթացների զարգացմամբ, ինչն ավելի ակնհայտ է դարձել Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի Երևան կատարած այցի ժամանակ, հնչել են հստակ գնահատականներ եւ մտահոգություններ։ Չնայած Իրան-ԱՄՆ լարվածությանը, որն ուղեկցվում է տարբեր բարդություններով, ինչպես միշտ, սակայն Թեհրանը մշտապես ձեռքը պուլսի վրա է պահում նաև հարևանության, Հարավային Կովկասի եւ հատկապես Հայաստանի ուղղությամբ, քանի որ Հայաստանի հետ սահմանը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Դա նշանակում է, որ երբ կան վտանգներ, կա կողմերի միջև տարաձայնություն ու անկայուն իրավիճակ, կա պատրաստ համաձայնագիր, սակայն այն չի ստորագրվում։ Իրանը որպես մտահոգ գործընկեր ու հարևան նախաձեռնում է քայլեր, նաև նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը եւ թույլ չտալ իրավիճակի լուրջ սրում։ Իրավիճակի վտանգը ոչ միայն կողմերի միջև հակամարտությունն է ու տարաձայնությունները, այլև աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ըստ էության բոլոր աշխարհաքաղաքական առանցքային խաղացողների գլոբալ օրակարգերով զբաղվածությունը։ Փորձագետը չի բացառում հավանականությունը, որ Իրանի ու Ադրբեջանի ղեկավարների հեռախոսազրույցում քննարկվել է Երևան-Բաքու համաձայնագրի ստորագրման եւ իրավիճակը կայունացնելու անհրաժեշտության թեման։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը այս պահին տարածաշրջանի ամենակարևոր հարցն է նաեւ Թեհրանի համար, որքան էլ բարդ զարգացումներ կան Իրանի շուրջ, վստահեցրել է իրանցի վերլուծաբանը։ Ըստ Սալամիի մյուս կարևոր հարցն Իրանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն են եւ Իրանի հանդեպ հնչող վերջնագրերն ու սպառնալիքները։ Այդուհանդերձ Իրանը դիվանագիտական եւ անվտանգային զգոն քաղաքականություն է վարում, փորձելով թույլ չտալ էսկալացիա զսպելով տարբեր կողմերից եկող վտանգները։ Իրանցի վերլուծաբանը նույնպես խոսել է հայկական կողմի միջնորդության հավանականության մասին, սակայն դիտարկվում է այդ տարբերակը թե ոչ, այս պահին հայտնի չէ։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։